Թրամփի ուղու հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այդ հարցը բնականաբար քննարկվում է ամենաբարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունը, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ, բայց թեման կարևոր է եւ այն իհարկե չի կարող չարծացվել մեր երկխոսության շրջանակում։ Ասել է նա, նշելով, որ Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում, աջակցում է դեպի իրական խաղաղության իրավիճակի կայունացման, տարածաշրջանի բարգավաճմանը տանող ցանկացած քայլ։ Ադրբեջանի իշխող Ադրբեջան կուսակցության պատգամավոր Հիքմետ Բաբաօղլուն ցանկություն է հայտնել մեկնել Հայաստան, որտեղ ժամանակին լույս աշխարհ է եկել, սակայն ադրբեջանցի խորհրդարանականի մոտ խնդիրներ են առաջացել տեղանունների եւ պատմական փաստերի վերարտադրության հետ կապված, մասնավորապես Հայաստանի Շիրակի մարզը նա անվանել է Ամասիայի շրջան խորհրդային ոճով եւ հայտարարել Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանցիների իրավունքների մասին։ Հայաստանն իմ հայրենիքն է, սա այն վայրն է, որտեղ ես ծնվել եմ, մեծացել, սովորել եւ որն իմ տունն էր։ Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը։ Աշխարհագրական տարածքը մերն է, հայտարարել է նա։ Իջևան-Բերդ ավտոճանապարհին Տավուշ բնակավայրում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ ուժել է։ Հայաստանի առողջապահության նախարարության հայտնած տեղեկություններով տուժածները հոսպիտալացվել են մարզային բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակվում են անցնել համապատասխան հետազոտությունները։ Մեկի առողջական վիճակն է գնահատվում է ծանր, ասված է հաղորդագրության մեջ։ Տավուշում նշենք, որ բախվել էին Mercedes Մակնիշի ավտոմեքենան եւ Hyundai Մակնիշի ավտոբուսը։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել անտառում։ Օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև բժիշկները տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։